հայ երիտասարդը պետքա կամ իրավաբան լինի, կամ բժիշկ լինի։ Ամենափոքր քաշով նորածին ինչքան է եղել շանտ որ իրատելս։ Ինչքան փոքր, այդքան մաքուր են այդ հյուսվածքները։ Ես հիշեցի փոքրիկ իշխանի պատմությունը Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի։ Բուժ օգնությունը կարողա չէ, հաճախակի նաև լինում է վտանգավոր։ Ինչի հետ կարիք ունենք ավելի շատ, ավելի խիստ կերպով աշխատելու։ Մենք առաջի եւ շատ մեծ մարտահրավերը անցել ենք։ Մեկ ծաղկով, այսպես ասած, գարուն չի գա։ Բնավորությունից էլ է բխում։ Պացիենտը մտածում է դիմի այդ բժշկին, թե դիմի այն մյուսին, որը կամերայի առաջ։ Ասում եմ միշտ այսպես կոչված ճակերտավոր անարդարությունները կյանքում եղել են, կլինեն ու հիմա էլ կան։ Սիրելի բարեկամներ, հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային արտահիվանդանոցային խնամքով զբաղվող բժշկական կենտրոն է, որի նպատակն է ապահովել ամբողջական պացիենտակենտրոն խնամք սիրտանոթային խնդիրներ ունեցող բուժառուների համար։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարագրության բաժնում։ Շնորհակալություն։ Ողջույն սիրելի բարեկամներ։ Երկարատև դադարից հետո այսօր կրկին եթերում է Կարդիոլաբ ոդքասթը եւ ես Սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Երկարատև դադարից հետո մենք կրկին վերսկսում ենք մեր ոդքասթը եւ ես երջանիկ եմ այստեղ լինել ձեզ հետ, հուսով եմ նաեւ դուք էլ։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի լինենք ավելի առողջ, ավելի գիտակից եւ սեփական առողջության վերաբերյալ որոշումները բժիշկների եւ բուժաշխատողների հետ կիսող քաղաքացիներ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք եւ սիրով կներկայացնեմ իմ կրկնակի Անդրանիկ ոդքասթի հյուրին, ով բժիշկ Շանթ Շխրդիմյանն է, իմ վաղեմի ընկեր, ես չեմ ամաչի ասել բարեկամ, մանկական վիրաբույժ եւ առողջապահության նախարարության խորհրդատու Շանթը։ Ողջույն Շանթ ջան, բարի գալուստ Կարդիոլաբ, բարի գալուստ Հայաստան։ Շնորհակալություն։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալություն հրավերքի համար։ Ուրախ եմ այստեղ լինելու եւ հույս ունեմ, որ հետաքրքիր զրույց կունենանք միմյանց։ Այո, ես էլ մեծ հույս ունեմ, ճիշտն ասած, այսինքն ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ եւ այդ հետաքրքիր զրույցը ցանկանում եմ սկսել քո անցած ճանապարհի պատմությամբ։ Կխնդրեմ, որ մեզ ներկայացնես, թե ինչպես է սկսած բժիշկ դառնալու որոշումից եւ որն է այն ճանապարհը, որը կառուցել կերտել է այսօրվա Շանթ Շխրդիմյանին, ով շատ-շատերի համար համոզված եմ ռոլ մոդել է բժշկության եւ առողջապահության բնագավառում։ Շատ լավ, բժիշկ դառնալու որոշումը երևի մի փոքր միամիտ ա եղել, երիտասարդ ժամանակից այն հետաքրքրությունը կար, ասեի Սփյուռքում գոնե այն ժամանակները, որ ես էի high school գնում, համասարանը սկսում, այդ ենթադրումը կար, որ հայ երիտասարդը պետքա կամ իրավաբան լինի, կամ բժիշկ լինի, այնպես որ այն ուղղությունները, որոնցից կարող էինք ընտրեինք, այդքան էլ շատ մեծ լայնածավալ չէին, զուտ այդ սպասողություններից, որը կար, միգուցե մեր մտքի մեջ կար, իրականության մեջ ոչ, ամենայն դեպս այդ տարբերակներից ինձ ամենաշատը հետաքրքրում էր բժշկությունը, գիտությունը ընդհանրապես, միշտ ավելի ուժեղ կողմերից սա եղել, այդ դասերը, ի տարբերություն գրականություն, լեզու եւ այլն, բայց այդպես չէր, որ ինչ որ մի դեպք էր պատահել եւ կամ այլ տենց սրտից շատ ձգտում կար, որ ուրիշ բան չէի պատկերացնում, որ ես կարող եմ լինել։ Այդ ընտրություններից մնացել էր բժշկությունը, որ ավելի շատ հետաքրքիր էր։ Կարծում եմ, որ որպես բնավորություն միշտ սիրացել եմ այսպես հետ տալու գաղափարը կամ նպատակը ամեն ինչի մեջ լինելը, նաև աշխատանքի եւ գտնում էի, որ բժշկությունը այդ հնարավորությունը մաքսիմալ տալիս է։ Սերվիսի, հա, ծառայելու։ Այո։ Եվ այդպես սկսեց ամեն ինչ, միգուցե հետո էր, որ ավելի շատ սկսեցի հասկանալ բժշկության մասին եւ ավելի շատ սիրեցի, բայց նաեւ
ավելի շատ առիթներ ունեցա ընդլայնելու այդ մոտեցումը, ճյուղավորվելու, նաև հետաքրքրվեցի հանրային առողջապահության մեջ, հասկանալով, որ բժշկության մեջ կարող ենք անենք շատ amazing, եթե կարող ենք հրաշալի բաներ մի հոգու համար, բայց կան նաև ճյուղեր առողջապահության մեջ, որ կարող ես այդ հրաշալի բաները անել միգուցե ավելի քիչ ակնհայտ, բայց շատ ավելի շատ մարդկանց համար, իմպակտը մեծ է, շատ ավելի մեծ իմպակտով, այնպես որ կարծում եմ այդ հավասարակշռությունն էլ է ինձ շատ գոհունակություն բերում, որտեղ եթե իմ ամբողջ կյանքը զբաղվեի լինելով մենակ հիվանդանոցում կամ կլինիկայում, երևի ցանցրություն էլ կլիներ, ավելի քիչ գոհունակություն կլիներ, իսկ հիմա որ այս երկու մասերը ունեմ իմ աշխատանքային կյանքում, իմ հետաքրքրությունը միշտ կա, շատանում է մարտահրավերները եւ կարծում եմ նաեւ ի բնավորություն սիրում եմ միշտ մարտահրավերել լինի, հաջորդ challenge-ը լինի իմ կյանքի մեջ ու այս երկուսը շատ սիրուն ձևով բերում են միմյանց Շատ հետաքրքրական է։ Բարեկամներ, ես մոռացա նշել, որ Շանթը աշխատում է ԱՄՆ University of California Los Angeles-ի համալսարանական հիվանդանոցում իբրև մանկական վիրաբույժ եւ վիրահատում է շատ փոքրիկ նույնիսկ նորածին տարիքի բարիկների։ Ամենափոքր քաշով նորածին ինչքան է եղել Շանթ որ վիրահատել ես։ Երևի 360 գրամ, 300 Այստեղ պետք է մի հատ խորը շունչ քաշել եւ ակնածանքով նշել դա կարծիքով։ Եկեք սրա մասին մի ակնարկ անեմ, հետաքրքիր է, որտեվ ոչինչ որ մեկ անգլերեն բարեր օգտագործեմ կամ դու բանես։ Կյանքում հետաքրքիր է, որտեղ որ parallel-ներ ենք տեսնում, երբ որ այս հարցը տրվում է կամ մարդիկ իմանում են ինչքան փոքր կարող է երեխան լինի ու ասում են որ բայց ոնց կարելի է վիրահատություն անել այդ դեպքերում մեզ համար հակառակն է ճիշտ ինչքան փոքր այդքան մաքուր են այդ հյուսվածքները այդքան այո պետքա կամաց տանդաղ աշխատել բայց խանգարումները ավելի քիչ են մեր համար այդ ամեն ինչը որ մենք տեսնում ենք շատ ավելի նման է ինչ որ տեսնում ենք մեր գրքերի մեջ դասագրքերի մեջ ի տարբերություն մեր կոլեգիաներին ովքեր չգիտեմ 200-150 կիլոգրամանոց հիվանդների վրա վիրահատություն են անում եւ իրանց տևում է 1.5 ժամ այսպես ասած տեղ հասնելու ինչը որ մենք կարող ենք շատ ավելի կարճ ժամանակում անենք անգլերենում ասում են որ things are not always what they seem to be մեկ ավելի հեշտ է այդ վիրահատությունները անել ամենափոքր տարիքին եւ դա կարծում կյանքում էլ է ճիշտ մեկ թվում է որ օրինակի համար իմ Հայաստան գալը կամ Հայաստանի գործերի մեջ զբաղվելը կամ դու բժիշկ ես դու վիրաբույժ ես ինչ գործ ունես չգիտեմ պետության հետ կամ այդ bureaucracy հետ աշխատելով եւ այլն բայց այդտեղ էլ it's not what it sometimes seems to be եւ այդտեղ Նաև ես տեսնում եմ, որ հնարավորություն կա մեծ իմպակտ ունենալու, նաև տեսնում եմ, որ այդտեղ է կարիքը, այո, կան հիվանդներ, որ վիրաբույժների կարիք ունեն, բայց ոչ մեկը չի ասում, որ կան մարդիկ, որ իրանց կարիքն էլ է պետք, չգիտեմ, հանրային մակարդակով հարցեր լուծելու համար։ Դրա համար մեկ այնպես չի ամեն ինչ որ ի սկզբանե երևում է։ Ես հիշեցի փոքրիկ իշխանի պատմությունը Անտուան դե Սենտ-Էքզյուպերիի, որ խնդիրները պետք է լուծել ամենափոքրիկ, ամենամանր մակարդակից այդ բաոբաբների պատմությունը, այսինքն երբ դու ինչքան շուտ ես ինտերվենցիա անում, այնքան հավանականություն որ դու խնդիրը կկարողանաս արմատապես շտկել, մեծանում է, բայց ամեն դեպքում կարծիքս մնում է նույնը, որ այդ շատ փոքրիկ միկրո օրգանիզմների վրա աշխատելը բնականաբար շատ բարձր պրոֆեսիոնալիզմ է պահանջում եւ սիստեմ է պահանջում, որը նույնպես կարծում եմ մի հարց է, որին արժի անդրադառնալ։ Երկար տարիներ աշխատելով ԱՄՆ-ում եւ ծանոթ լինելով Հայաստանում մեր սիստեմներին, հա, առողջապահական
Որն է քո կարծիքով էական տարբերությունը կամ տարբերությունները, միգուցե թերությունների ձևով, միգուցե առավելությունների, որոնք նաև ներառում տալիս է մեր դաշտը իբրև, այսպես ասած, չմշակված, բայց շատ ավելի հնարավորություններ տվող, որն է քո կարծիքով այդ տարբերությունը երկու համակարգերի միջև եւ ինչ ունենք մենք անելու ավելի բարելավելու համար մեր երկրում։ Հետաքրքիր հարցի հետաքրքիր ձևավորում է, որովհետև լինելով Ամերիկայում ծնված, մեծացած, կրթված անձնավորություն, բայց երկուս էլ այդ հանրային առողջապահության մասնագետ լինելով, կարծում եմ կարող ենք համաձայնենք, որ միգուցե համեմատությունը ԱՄՆ-ի հետ ամենաճիշտ համեմատությունը չի, որովհետև իմ մտքով միշտ անցնում է, որ ինչպես կարելի է Հայաստանը եւ Ամերիկան լինել ավելի նման եվրոպական մի շարք երկրներին եւ կամ Կանադայի, որովհետեւ եկեք հիշենք, որ Ամերիկան այդ երկիրն է, որ կրկնակի անգամ ծախսում է շատ մեծ է իր առողջապահական ծախսերի վրա եւ ստանում է բավականի վատ արդյունքներ։ Այդպես որ այնպես այո կան ինչ որ ոլորտներ, որտեղ որ մենք կարող ենք ձգտենք լինենք Ամերիկայի նման կամ գնանք դեպի Ամերիկա, բայց որպես համակարգային չի ասի այդպես։ Կան աշխարհում շատ այլ երկրներ, որ նույնանման իրավիճակում են գտնվում Հայաստանի եւ կարծում եմ, որ շատ ավելի ռեալ կլինի եւ ավելի ճիշտ կլինի, որ մենք փորձենք այդտեղից դասեր քաղել։ Օրինակ Կոստա Ռիկան, օրինակ հետսովետական Բալտիկ երկրներից, այո, կարծում եմ, որ դրանք մեր համար այո, շատ ավելի շատ ռեալ համեմատելի բաներ են։ Իսկ որտեղ են համակարգայինորեն այդ թույլ կետերը, երևի մեր համակարգին դժվար է, շատ բարդ հարց է, որտեղից սկսել։ Վերջերս փորձում էի սրա մասին մի հատ ելույթ presentation դասավորել եւ մենք բժշկության մեջ կարծում եմ դու էլ կկիսես մեզ համար ամեն ինչ հիշելը դժվար է, դրա համար միշտ փորձում ենք գտնենք այսպես կոչված նմանեկներ ABC, airway breathing circulation, որ օգտվում ենք, փորձում էի գտնել նույնանման այդպես արագ հիշելու մի շարան եւ որոշեցի օգտվել PQR, եթե Հայաստանում մեր մարտահրավերների շարանը կարող ենք այդպես տվակրել, P-ն լինելով primary care, մեր առաջնային օղակը, կարծում եմ, որ դա մեր թույլ կետերից է եւ մի ոլորտ, որի մեջ պետք է արժի invest անել։ Իրականության մեջ միակ ոլորտն է, որը արժանի է ասել առաջնային առողջապահության օղակ, որովհետեւ մնացածը բոլորը հիվանդապահության օղակներ են։ Առաջնային օղակը միակն է, որ իր ծավալի մեջ նաև ներառում է մարդկանց առողջ պահելը։ Այո, կանխարգելիչ, սկրինինգային բազմաթիվ։ Այո, առանց դրան դժվար է պատկերացնել, որ թեկուզ մենք ունենանք ամենանոր հնարավորությունները, սարքերը եւ այլն։ Մենք սիրում ենք, այո, մի հատ բերենք 15 Tesla MRT դնենք եւ արագ investment-ը հետ ստանանք։ Այո։ Սիրած գործն է։ Միևնույնն է բնակչությունը լինելու է հիվանդ, բայց ինչի չձևավորել հարցը եւ ասել ինչպես կարելի է պահել կամ չհասնել այդ աստիճանին, դրա պատասխանը առաջնային օղակի մեջ է եւ հանրային առողջապահության մեջ է։ Երկրորդը Q-ն է, որը quality-ն է, որակն է, սա մենք մեկ խուսափում ենք խոսել սրա մասին, բայց մեր համակարգը ունի որակի խնդիր եւ դա իմ կարծիքը չի, դա հրապարակված է շատ WHO-ի օրինակ կայքում ցուցանիշների ձևով նույնիսկ Lancet-ում կա հրապարակում, որ տարբեր երկրների որակի գնահատում անում եւ մենք գտնվում ենք այդ երկրների մեջ, որը մեծամասնությամբ երկրները գտնվում են, այսինքն ամաչելու բան չկա այստեղ,
որտեղ որ որակը ավելի մեծ բեր է մեր համակարգի վրա, մեր բնակչության վրա, ի տարբերություն հասանելիության։ Եվ կարծում եմ, որ սա շատ կարևոր կոնցեպտ է, որովհետև բոլորի մոտ, սկսած բնակչությունից, վերջացրած քաղաքական որոշում կայացողների մի մեծ մասանց մեջ կա այդ մոտեցումը, որ հասանելիությունը ավելի կարևոր է, ավելի պետք է աշխատենք բուժ սպասարկումները ավելի շատ լինեն, ավելի շատ տեղեր տեղավորված լինեն, ավելի հասանելի լինեն, բայց ստեղ կա մի մեծ խնդիր, բուժ օգնությունը կարողա չէ, հաճախակի նաև լինում է վտանգավոր, եթե չունենա իր որակը, որակի վերահսկողությունը եւ այլն եւ այլն։ Եվ այս պահին այսօրվա դրությամբ Հայաստանը այդ խումբի մեջ է, որտեղ որ որակը ավելի մեծ վնաս է հասցնում մեր բնակչության, քան թե անհասանելիությունը։ Եվ զուտ որպես մտածելակերպի փոփոխության, կարծում եմ կարևոր կետ է։ Եկեք չխոսենք ավելի քիչ խոսենք հասանելիության մասին, մի հատ էլ այդ MRT-ն բերելու մասին, մի հատ էլ հիվանդանոց կառուցելու վրա քննարկումներ ունենանք, այլ ինչպես կարելի է մեր ունեցածը ավելի որակյալ դարձնել։ Միգուցե ինչ որ տարբեր ոլորտներում ավելի քիչ հասանելի լինի, որովհետև քանակը ապահովում է որակ, եւ մտածել որակակենտրոն առողջապահության վրա։ Այ օրինակ վստահ եմ դու մոտիկից ծանոթ ես որակապահպանման համակարգ ներդնելու process-ներին եւ նաեւ ծանոթ ես որակի ակրեդիտացիոն գործընթացներին, ինչպեսիք են օրինակ JCI, Joint Commission International-ը կամ այսօր ISO ստանդարտներին համապատասխան ինչ-որ բաներ են ստանում։ Ինչա կարծիքդ սրանց մասին, կան արդյոք տարբերություններ, եթե ես հիմնարկեմ հիվանդանոցեմ, որ ուզում է աշխատել իր որակի բարելավման վրա հայաստանյան սեթինգում, որն է ամենակարճ, ծախսարդյունավետ, բայց նաև արդյունավետ ճանապարհը, որի միջոցով մենք կհասնենք լավագույն որակի։ Ես պիտի ստեղծեմ մի հատ ներքին համակարգ, որը որակի կարևոր բաղադրիչները փորձի դիտարկել եւ դրանց վրա աշխատել, թե ես պետքա դիմեմ ակրեդիտացիոն process-ի եւ եթե պիտի դիմեմ ակրեդիտացիայի JCI-ի, թե ISO-ի, թե ինչ-որ մի այլ համակարգի, որը ավելի ճիշտ ճանապարհ կլինի։ Իսկ ես։ Եթե հարցը տալիս եք, կարծում եմ, որ ամենակարևոր քայլը արդեն կա ձեր մտքի մեջ, որակը իրոք մշակույթ է, մշակույթի փոփոխության բաց լինելն է, եւ կարծում եմ որակի էքսպերտները կհամաձայնվեն, որ չկա մի ճանապարհ։ JCI-ը ճիշտ մշակույթ ստեղծող անձանց մեջ եւ կամ հաստատությունների մեջ լծակ է, այլ վերջնարդյունք չի։ Եվ կարող է մի այլ հաստատություն կամ մի այլ անձնավորություն վերցնի JCI-ի մեջի ցուցանիշները եւ ինքը այդ ամեն ինչը անի առանց հասնելու JCI-ի կամ ACGMEI-ի կամ ինչ որ այդ կազմակերպության անունը կարող է լինի։ Ամենակարևորը այդ մշակույթի փոփոխության ձգտողությունն է առաջի հերթին, շարունակական, այսպես կոչված continuous quality improvement-ի ցիկլը սկսելն է եւ շարունակելն է։ Չի եղել ոչ մի վերադառնալով այդ Ամերիկայի Հայաստանի համեմատության մեջ, այնպես չի եղել, որ Ամերիկայի որակի process-ները մի օր լույսի սլաքի նման են արել եւ սկսել են աշխատել, եղել են շատ ավելի շատ ձախողություններ, քան թե հաջողություններ եւ այդ ընթացքում JCI-ից առաջ փորձել են JCA, JCB, JCC եւ այլն, մինչեւ հասել են այսօրվա այդ բանին եւ կարողա որ JCI-ն կամ ACGMEI-ն այսօր Հայաստանի համար հարմար չի, կապ չունի, կապը դա որ փորձարկումը սկսում ենք եւ 3 հատ անում ենք, չի ստացվում, բայց 4-րդը միանշանակ կստացվի։ Եթե մենք պատրաստ ենք այդ մշակույթին գնալու, եթե մենք պատրաստ ենք այդ investment-ը անելու, ֆինանսական investment, ժամանակի investment,
քաղաքական investment-ներ, որտեղ նաև կան այստեղ դժվար քայլեր, որ պետքա մենք վերցնենք որպես հանրություն, որպես պետություն, պետքա օրենքներ ստեղծվեն։ Հիմա վստահ եմ տեղյակ եք, որ գնում է լիցենզավորման օրենքի մշակում։ Իհարկե ավելի հեշտ կլինի մեզ որպես բժիշկներ այդ գլխացավն էլ չլինի, բայց պետքա մենք գոնե հավատանք եւ փորձենք ցկտել ունենալ մի համակարգ, որ այդ լայսենսը թողնում է բնակիչը քաղաքացին իմանա, որ գոնե մինիմալ ստանդարտ կա այդտեղ, որ եթե պետությունը ստանձնել է այդ պարտականությունը, որ չթողնի մեկը առանց լայսենսի մեքենա վարի փողոցում, նաև պետքա նույն այդ լոջիկով պատասխանատվությունը ունենա, որ չթողնի մեկը վիրահատություն անցկացնի կամ սրտի դեղորայքի management-ը լինի մեկի միջոցով, որ չունի այդ մինիմալ ստանդարտները դեպի պետություն, միգուցե դրանից հետո դեպի accreditation մարմիններ, professional ասոցիացիաներ եւ այլն։ Որ մեկնա ճիշտ Հայաստանին ժամանակը ցույց կտա։ Մենք ունենք խնդիրներ, չենք կարող լինենք Գերմանիայի, Կանադայի նման մի երկիր, զուտ մեր բնակչության, մեր population-ի տվյալներով դժվար է accreditation անելը։ Ամեն մարդ մյուսին ճանաչում է։ Accreditation-ը պետք ունի ինքնահսկողություն, որը դժվար է անել փոքր երկրներում։ Միգուցե այստեղ լայսենսինգի եւ պետության դերը ավելի մեծ կլինի, ժամանակը ցույց կտա։ Այնպես որ կարծում եմ մշակույթը ամենակարևորն է մեր որպես պրակտիկ բժիշկներ, բուժաշխատողների բացամիտ լինելը, համբերատար լինելը, սա մի օրվա մեջ չի լինելու։ Եկեք գոնե Ամերիկայից այդ դասը քաղենք եւ համբերատար լինենք։ Որոնք են տրենդերը քո կարծիքով, ասենք լինելով ծանոթ լինելով համակարգին մեր նախորդ երևի 10-ից ավել տարիներ, ճիշտ է, քո կարծիքով կա որևէ դրական միտում գործընթացների, որը բերում է ավելի շատ որակի կարևորման եւ ներդրման եւ ինչի հետ կարիք ունենք ավելի շատ, ավելի խիստ կերպով աշխատելու։ Միանշանակ, կարծում եմ մենք կարող ենք վերջապես եւ հպարտաբար ասել, որ մենք առաջի եւ շատ մեծ մարտահրավերը անցել ենք։ Այսօր ունենք Հայաստան, որ շատ տարբեր է 1990-ականների Հայաստանից։ Այսօր քիչ է գտնվում ենթակառուցվածքների առումով, սարքավորումների առումով, բժիշկների ունակության առումով մեծ դեֆիցիտներ։ Այդ ֆունդամենտալ խնդիրը, ինչ որ բավականին շատ այլ ցածր եկամուտի երկրներ դեռևս ունեն, կան երկրներ, ամբողջ երկիրներ, որ ունեն մեկ anesthesiologist, այսինքն մենք այդ этаպը արդեն անցել ենք։ Միգուցե շատ ենք անցել, պետքա մի քիչ նաև կրճատել, բայց գոնե այդ մեծ մարտահրավերը կարող ենք ասենք, որ այդ հոգսը մենք չունենք։ Հիմա մեզ առիթ է ստեղծվել, որ կարողանանք մտածել ինչպես նորարար մտքերով, innovation-ներով այդ մյուս քայլը ավելի արագ անենք, այսպես կոչված leapfrogging թռնենք առաջ ավելի արագ եւ այդ ինչ փոփոխությունները, որ Ամերիկան կամ այլ երկրներ արեցին 30-40 տարվա ընթացքում, մենք անենք 3 եւ 4 տարվա ընթացքում, ինչպես կարող ենք մտածենք այդ քայլերի մասին, նորից այստեղ միանշանակ որակը մեծ դեր պետք է ունենա, նորարարությունը, թվային տեխնոլոգիաները մեծ դեր պետք է ունենան։ Կարծում եմ այստեղ համախմբվելու իրար հետ ավելի առողջ հարաբերություններ ունենալու որպես անձնական բժիշկներ, բուժհաստատություններ, մասնավոր եւ պետական սեկտորները այդ հարաբերությունները ավելի առողջամիտ մշակույթ ստեղծելու
դերը մեծ կլինի։ Որն է այն կետը, որտեղից այդ առողջացումը պետքա սկսվի, օրինակ, ես կարծում եմ դա իսկապես շատ կարևոր հիմնաքարային խնդիր է մեր հասարակության համար համախմբվելու գաղափարը, որովհետև մենք շատ երկար տարիների տառապանքի փորձ ունենք եւ այդ փորձը ցույց է տալիս, որ առանց համախմբվելու մեկ ծաղկով, այսպես ասած, գարուն չի գա, անհրաժեշտ է բոլորով միասին քայլել նույն ուղղությամբ։ Այ որն է այն կետը, որտեղից որ մենք պետքա սկսենք այդ process-ը, եթե չգիտեմ, բարդ հարց է, երևի ամենակարևորը կլինի վառ օրինակներ, հաջող օրինակներ եւ ղեկավարներ, որոնք կարող են այդ օրինակները ստեղծել եւ կամ այդ մշակույթի advocate-ներ լինել, ինչը որ մենք այսօր տեսնում ենք մեր ավելի երիտասարդ գործընկերների մեջ։ Մենք ունենք արդեն մեր շրջանակների մեջ միշտ էլ եղել են, բայց այսօր էլ կան եւ հույսով կշարունակվել լինել այն մարդիկ, որ հասել են իրանց անձնական գագաթնակետերին եւ հիմա կարող են մտածեն ավելի, չգիտեմ, հանրայնացած, շատ լավ, իրանք ֆինանսապես հաստատվել են, իրանց որպես reputation հասել են ինչ որ միտեղ ու հիմա կարող են մտածեն ինչպես կարող են իրենց ավելի զարգացնեն հաջորդ մարտահրավերը, որը կարող է նաև օգնի շատ ավելի շատ մարդկանց եւ համախմբվի։ Եվ կարծում եմ կա, մենք ունենք, պետքա մեր ապակա ղեկավարներին մենթոր անենք, խրախուսենք եւ վստահ եմ, որ մեր մեջ եւ մեզնից ավելի պատանի սերունդի մեջ պետք է լինի այդ մի անձնավոր։ Այսօր տեսնում ենք, չէ՞, մի մարդ լավ կամ վատ գնալով Ամերիկայի փորձով կարող է շատ բան փոխի եւ մեր պարտականությունն է, կարծեմ պարտականություններից մեկն է ստեղծել հաջորդ սերունդը, որի մեջ պետք է լինի այդ 1-2 մի տասնյակ մարդիկ, ովքեր իրոք ուղղություն պետք է փոխեն։ Leadership-ի գաղափարին է վերաբերվում միտքը, կարծում եմ, փորձենք նկարագրել այդ leadership-ին, լիդերին, առաջնորդին բնորոշ հատկանիշները, որոնք կօգնեն այն որակները, որոնք որ կօգնեն իր հետևից առաջ տանելու հանրությունը։ Շատ դժվար հարց է, կարծում եմ, որ մարդիկ մի ամբողջ կյանք PhD են անում, այս հարցը պատասխանելու համար։ Ես կարող եմ երկու ենթադրություն ասել, այդտեղից փորձենք շարժվել։ Օրինակ, կարծում եմ, որ շատ կարևոր դեր ունի գաղափարի նվիրվածությունը, այլ ոչ թե անձնական միտումները։ Օրինակ, կարծում եմ, որ պրոֆեսիոնալիզմը եւս շատ կարևոր նշանակություն ունեցող որակ է, որովհետեւ առանց պրոֆեսիոնալիզմի ստացվում է, ինչ մենք անգլերեն research-ի ասում garbage in, garbage out, այսինքն եթե դու շատ sense precise չլինես, նվիրումով չլինես, լավագույնս չփորձես քո աշխատանքը իրականացնել, կարծում եմ, որ դժվար կլինի։ Մեկ այլ կարևոր հատկանիշ է իմ կարծիքով նաև ժամանակին համահունչ լինելը, այսինքն ongoing այդ թրենդերը ճիշտ ընկալելը, ճիշտ տեսնելը եւ շրջակա միջավայրի փոփոխությունները տեսնել եւ հասկանալ թե որ ուղղությամբ գնալն է ավելի կարևոր, որպեսզի մարդիկ էլ քեզ կարողանան հետևել։ Այո։ Եվ կարծում եմ մարդից էլ իր բնավորությունից էլ բխում այդ leadership-ի style-ը, որ ամենաeffective-ը կլինի։ Օրինակի համար ես միշտ ինձ դնում եմ այդ servant leader, ծառայողական leadership-ի style-ի մեջ, եւ կարծում եմ, որ միգուցե բնակչության մեջ այդ մոտեցումը կարող է թվա, որ ինչ որ թույլ ղեկավարման ստայլա, բայց այդպես չի, կարծում եմ, որ օրինակելի կամ lead by example ստայլը շատ մեծ դեր ունի եւ իմ համար ամենամեծ բացթողումը վատ ղեկավարների մեջ այդ է, որ իրանք չեն զգում ինչ որ մնացած բոլոր համայնքը զգում է, անգլերեն ասած they are out of touch with reality եւ իմ փորձով տեսել եմ, ունեցել եմ ղեկավարներ, որ իրոք լավ
ղեկավարներ են եւ էֆեկտիվ են իրանց տարբեր բնավորություններով, խստությամբ եւ այլն, բայց երբ որ ես զգում եմ, որ ինքը իմ հետ իմ ցավը չի զգում, իմ կյանքի մասին չգիտի, իմ նյուանսները եւ այլն, եւ այդ նյուանսները ֆակտոր չեն իր որոշման կայացման մեջ։ Կարող ենք ասել, որ էմպաթիայի պակասի մասին է գնում խոսքը։ Այդ տարանջությունը իմ համար էֆեկտիվության նվազացման է առաջացնում։ Իմ համար առաջնահերթը փորձել անել այդ ամեն ինչը, որ բոլորի կարծիքները հասկանալ, բոլորի դիրքորոշումները հասկանալ, պերսպեկտիվը հասկանալ եւ չլինել մի ղեկավար, որ պարզապես իրանց փակ դռների հետև օֆիսում որոշում կկայացնի զուտ իր կարդացածի կամ իր մտածածի վրա։ Երևի այդ մարդկային հարաբերությունները ղեկավարության մեջ այդ շփումները շատ կարևոր են իմ համար։ Այո, այդ առումով ես պետք է ասեմ շատ լավ դպրոց եմ ունեցել եւ իմ ուսուցիչը, իմ առաջին ուսուցիչը, ով իսկապես լիդեր է եղել եւ Հայաստան սիրտանոթային վիրաբուժության հիմնադիրն ու ստեղծողն է եղել, այդ servant leadership կոչվածի, ծառայողական առաջնորդություն կոչվածի շատ ունիկալ օրինակ է եղել, սկսած նրանից, որ ինքը պատրաստ էր յուրաքանչյուր աշխատակցի հետ իր կողքին իր աշխատանքը իրականացնելու անել, վերջացրած այդ շատ բարձր լեվելի էմպաթիայով կամ էմոցիոնալ ինտելեկտի առկայությամբ, որը օգնում էր գիտակցել դիմացինի կարիքները եւ միգուցե դրանից դրդվելով համատեղ այն գաղափարը, որի վրա որ այդ աշխատանքը, այդ գործը հիմնված է առաջ տանել։ Բժիշկ Հովակիմյանի մասին։ Այո։ Մի մարդ, որ ես ընդհանրապես կյանքում չեմ տեսել, բայց եղել է ամենաազդեցուցիչ անձնավորություններից իմ կյանքի մեջ, այսինքն ամեն օր բժշկական համալսարան գնալուց եւ residency ժամանակ, որտեղ որ առավոտները 4:30-ին էր սկսում աշխատանքային օրը մինչեւ գիշերվա ուշ ժամերը, այդ երազանքով գնում էինք, անում էինք ամեն ինչ մենք ընկերներով, որ մենք մի օր կարող ենք լինենք բժիշկ Հովակիմյանի նման մի մարդ։ Իրոք աննկարագրելի է իր դերը մեր կյանքի մեջ եւ այդ ամեն ինչը անելով առանց մի անգամ չշփվելով։ Շատ մեծ ազդեցության մասին է գնում խոսքը։ Իմ օրինակով կարող եմ ասել, որ բժշկական համալսարանը ավարտելուց հետո եւ շատ sense բարձրադիր, բարձրակոչ պրոֆեսորների եւ անձանց հետ առնչվելուց հետո առաջին անգամ ռեզիդենսիս ժամանակ հայտնվելով Հիվանդանոցում Ռայրի հետ իմ ծանոթությունը եղել է ասենց, որ ինքը ուղղակի ժողովի ժամանակ բոլորս նստած ենք, ինքը եկավ եւ ես քան որ մարդեի ում չեր ճանաչում, առաջինը ինքը մոտեցավ ձեռքով բարևեց, ասաց բարև Աննաս Ռայրը։ Չես պատկասի իմ ապշանքը, ես իսկապես շշմած էի մնացել, որ հետո իմացա, որ Ռայրը եկել է ինձ հետ խոսում, եւ Ռայրը անունով եւ ձեռքով ինձ բարևում է։ Սա իսկապես մշակութային հեղափոխություն իրականացնող էլեմենտ էր եւ ուսուցչի դեր իմ կարծիքով անգնահատելի է այս իմաստով։ Համաձայն եմ։ Այ խոսեցինք innovation-ի, նորարարության երևույթի մասին, այստեղ ես երկու հուզող հարց ունեմ, որ կուզենայի քո կարծիքը նույնպես լսել։ Առաջինը բնականաբար արհեստական ինտելեկտի բանականության դերն է բժշկության եւ առողջապահական համակարգերում այսօր ինչքանով է ինքը ակտուալ եւ կարող է արդյոք հեղափոխություն անել եւ ոնց է պետք հարաբերվել իր հետ եւ երկրորդը իհարկե social media-ի համացանցի մասին նույնպես կուզեի խոսել, որտեղ սա տենց emerging գործոն է շատ առաջ եկող եւ ազդեցություն թողնող, որի հետ ուզենք թե չուզենք պիտի հաշվի նստենք մենք պրոֆեսիոնալ բժիշկներս այսօր օրինակ մեկը որ բազմաթիվ այն հայտնի մեմը կա որ մեկը բազմաթիվ դիպլոմներ ունի, կրթություններ ունի եւ այլն, պացիենտը մտածում է դիմի այդ բժշկին, թե դիմի այն մյուսին, որը կամերայի առաջ հավես տրենդի շարժումներ անում եւ ի վերջո ընտրում է այն մյուս բժշկին ու դիմում է իրան եւ այսօր մենք վառ օրինակներ ունենք, թե ինչպես մարդիկ, որոնք շատ background ունեն, ճանապարհ ունեն անցած, բայց social media-ում ակտիվ չեն, կարող
կարողա տուժեն դրա պատճառով եւ ավելի երիտասարդ կադրեր մարդիկ, որոնք ոնց որ թրենդը զգացել են, հա, այսպես փոփոխությունը զգացել են, կարող ասենց միանգամից կայծակնային հաջողություն ունենան սոցիալ մեդիայի միջը ինչա կարծիքդ սրա մասին։ Շատ լավ նկարագրեցիք դա իրականությունը։ Չգիտեմ, միգուցե անցյալում էլ նույն իրականությունը եղել է այլ մեդիայի, ոչ սոցիալ մեդիայի։ Կարծում եմ միշտ այսպես կոչված ճակերտավոր անարդարությունները կյանքում եղել են, կլինեն ու հիմա էլ կան։ Միգուցե իմ միտքը միշտ գնում է դրան, որ մենք պետք է ունենանք ուժեղ համակարգ, որը կարող է դա բալանսավորի ինչքան որ հնարավորություն, ամեն ինչ բալանսի մասին է, չէ՞, այդ խոսքի ազատությունը հավասարակշռել այդ հնարավորությունը պահպանելու օրինակի համար օբյեկտիվորեն գնահատելու այդ բժիշկը, որտեղ պետքա մենք որպես հանրություն այդ բալանսը գտնենք, դա մեր ընդհանուր կոլեկտիվ որոշումը պետքա լինի, բայց կարծում եմ, որ բոլորիս համար գնալով ավելի ակնհայտ է լինում, բոլորս երազում ենք եւ միգուցե կարող ենք երազանքներ ունենալ, որ ինչքան artificial intelligence եւ social media-ն կարող է մեր կյանքը հեշտացնի, կարող է արագացնի progress-ը, առաջադիմությունները, բայց կարծում եմ հիմա ավելի շատ նաև սկսում ենք խոսել բաց ռիսկերի մասին, վտանգների մասին եւ մեր պարտականությունը կարծում եմ պետք է լինի դրանք ինչքան հնարավոր է նվազացնել եւ այդ փորձել չհասնել այդ ռիսկերին, որովհետեւ իրոք կարծում եմ, որ վտանգավոր փուլ ենք մտնում, որտեղ որ այդ ռիսկերը կարող են այնպեսի վնաս հասցնել, որ հետո անհնար է հետ վերադառնալը։ Կարծում եմ շատ երկար ձևով ասի, որ ես մի քիչ ավելի conservative կողմն եմ, ես ամեն ինչի առումով social media-ն այդքան էլ շատ չեմ օգտվում։ Այ մեր պացիենտները, բուժառուները ինչ պետք է անեն, որ ավելի smart մոտենան այս ամեն ինչին։ Երևի մենք պետք է անենք, պետք է համակարգներ ստեղծենք, որ կարող են balance անեն այդ ինչ որ իրանք ստանում են social media-ին, չէ՞, եթե social media-ն իրանք ցույց է տալիս, որ այդ երիտասարդ ձեր նկարագրած բժիշկը, որ շատ քիչ փորձ ունի, գուցե այդքան էլ այսպես ասած լավ չի անում իր բժշկությունը, բայց իր social media-ի ազդեցությամբ ավելի հայտնի է դառնում, ուրեմն ես դու պետությունը պատասխանատու մարդիկ պետքա հավասարակշռող ինչ որ մի գաղափար բանանենք, ստեղծենք, ինչպիսին օրինակի համար Անգլիայում ձեր ոլորտի cardiac surgery արդյունքները public reporting շատ լավ, մենք խոսքի ազատությունը չենք զրկում, բայց գոնե բնակչության առիթը տալիս են, որ այս վիրաբույժը օրինակ այս արդյունքներն ունի եւ այո, հետո իրանք մի քիչ ավելի գիտակցված կարող են որոշման գնան, կարծում եմ, որ դա մեր պարտականությունն է դեպի բնակչություն, դեպի հանրություն։ Ընդհանրապես կարծիքդ որ փոփոխությունները ավելի ճիշտ է սկսել վերևից եւ տարածել դեպի ներքև, թե հակառակը։ Կարծում եմ հակառակը, կարծում եմ փորձը դա ցույց է տալիս, կարծում եմ քիչ մարդ եւ քիչ հետազոտություններ, եթե հավատում ենք այսպես գիտական մոտեցմամբ, ավելի քիչ են փաստերը եւ ապացույցները, որ այսպես կոչված top down intervention-ները արդյունավետ են։ Այսինքն մեր հանրությունը պետք է փորձի շատ գիտակից դառնալ, ավելի պահանջատեր դառնալ իր առողջության, իր մնացած իրավունքների վերաբերյալ եւ այդ առումով հավանաբար մենք կարիք ունենք գրագետ տեղեկացվածությունը շատացնող միջոցների, որոնք կօգնեն ավելի գրագետ քաղաքացիներ ստանալ։ Այո, պետք է շահագրգռված լինենք որպես քաղաքացի, որպես մենք բուժաշխատող, եթե մենք բոլորս պետք է անենք ամենամինիմալը եւ մեր expectation-ները, սպասելիքները պահենք շատ բարձր, մենք գնում ենք դեպի ձախողման։ Կարծում եմ բոլորս կհամաձայնենք ենք, որ ավելի լավ է չզիջել սպասելիքների կողմից, expectation-ների կողմից եւ մի փոքր ավելի շատ անենք մեր պատասխանատվությունների կողմից, որպեսզի
կարող ենք ավելի լավ արդյունքների հասնել։ Շատ հետաքրքիր միտք է։ Այս առումով կուզեի մի հատ առարկայական հարց տալ քեզ, եթե կարելի է։ Որքան ժամանակն է քո առօրյայից, ասենք, քո շաբաթվա կամ օրվա կտրվածքով, ոնց ես դու բաժանում, որտեվ ես միշտ այդ ժամանակի տեղաբաշխելու խնդիրը ունեմ իմ բազմաթիվ պատասխանատվությունների մեջ եւ հետաքրքիր է, որ նա քո ֆորմուլան, որի միջոցով դու կարողանում ես ոնց որ էֆեկտիվ լինել տարբեր ոլորտներում կյանքի։ Ֆորմուլան շատ վատն է, որովհետեւ ֆորմուլան փորձում է աշխատանքային օրը դարձնել 8-ից 10, 12, 16, 18, 20 ժամ, ի տարբերություն այդ 8-ից 10 ժամը ավելի էֆեկտիվ դարձնելու իրականությունը, այսինքն կարծում եմ աշխարհն էլ է փոխվել եւ այդ օրը 8 ժամ աշխատելը շատ հիմա դժվար է։ Ֆորմուլան հետեւյալն է, իրոք աշխատել շատ ավելի շատ քան ինչ որ պետք է աշխատել կամ առողջ է աշխատել, բայց աշխատանքի մեջ ստանալ այնքան գոհունակություն, որ այդ հավելյալ ջանքերը ցավ չեն կամ հոգնածությունը ավելի քիչ է բերում դրանից եւ կարծում եմ դա է գաղտնիքը, եթե սիրով աշխատել։ Եթե սա լիներ զուտ աշխատանք, թե բժշկությունը, թե այն պրոջեկտները, որի մեջ ես անշված եմ Հայաստանում, անհնար կլիներ պարզապես, օրինակ հերթապահել այնքան, որ հիմա ես եմ հերթապահում ԱՄՆ-ում, ամիսը 16, 17, 18 օր, 20 օր եւ հետո անցկացնել մի շաբաթ Հայաստանում եւ թռնել, վերադառնալ եւ այլն, պետք է այդտեղ մղում լինի, drive-ը լինի եւ այդ passion-ը լինի, երևի դա է։ Այլ մարդ կարող է ավելի էֆեկտիվ լինի քիչ ժամով, իմ համար օքեյ է, որ ավելի շատ լինեն ժամերը, բայց համահունչ լինեն այդ բաներին, ինչը որ ես հավանում եմ, սիրում եմ։ Եթե նույն այս գործը լիներ, օրինակ մեկը ինձ ասեր, որ պետքա գնաս եւ lab-ում էքսպերիմենտներ անես եւ այլն, անհնար կլիներ, որ ես այսքան ժամանակ տրամադրեի եւ functional լինեի։ Ես հիշեցի Ավետիս Տոնապետյանի հայտնի quote-ը, որ որակի գաղտնիքը սիրո մեջ է։ Եթե դու սիրում ես, ապա դու կարող ես այդ սիրոց հետադարձ աշխատել եւ բարելավել քո համակարգը։ Այո։ Հետաքրքիր է։ Շանթ ջան, շատ շնորհակալ եմ այսօր իմ հյուրը լինելու համար։ Գիտեմ, որ քո բազմազբաղ գրաֆիկի մեջ մի կերպ կարողացանք այս մի ժամը առանձնացնել։ Շատ շնորհակալ եմ եւ մեծ հույս ունեմ, որ արդյունավետ կլինի մեր երկրի համար, մեր թե բուժառուների, թե բուժաշխատողների համար այս մեր զրույցը։ Վստահ եմ, համոզված եմ, որ այդպես էլ կլինի։ Ավարտին կարող եմ քեզ խնդրել, որ քո ամենասիրելի կամ միգուցե ուղղակի քեզ համար կարևոր 2-3 գիրք խորհուրդ տաս։ Շատ լավ, ինձ հետաքրքրել է ցանկացած ճյուղում, թե ընդհանրապես առողջապահության, թե leadership, թե քո որոշմանն ենք թողնում, ընդհանրապես դու կասես։ Քանի որ այսօր զրույցը գնաց ավելի շատ մշակույթի եւ leadership-ի, ասեմ, որ առաջինը կլինի այդ երկուսը հայրենասիրությունը եւ leadership-ը միմյանց բերող գիրքը իմ համար եղել է Զարթոնքը, երևի դա կլինի առաջինը, երկրորդը եւ երրորդը զուտ leadership-ի գրքեր են, որ մեծ ազդեցություն են ունեցել իմ վրա, երկրորդը կլինի The Multipliers, եւ երրորդը Culture Code, որ մշակույթի մասին է, որովհետեւ մենք այսօր խոսեցինք, որ շատ բան է կախված մշակույթից։ Երևի այդ երեքը կասեի։ Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, որ մեր հյուրը եղար։ Բարեկամներ, ձեզ հետ կրկին եթերում Կարդիոլաբներ, կհանդիպենք, երբ հանդիպենք։ Ցտեսություն։